Բարի երեկո մեզ դիտողներին, ինչպես գրել է Հրիփսիմեն, մեզ նայողներին, մեզ սիրողներին, մեզնից զզվողներին։ Մի րոպե, մոռացար։ Ինչ։ Իրանց առաջի հարկի հարևան Վալո Ձաձային։ Հա։ Եվ բոլորին, ովքեր այսօր եւս որոշել են, որ պիտի նայեն այս հաղորդումը, սա մեր թվով երկրորդ հաղորդումն է, արձագանքները բնականաբար շատ են եղել, կփորձենք նախ դրանից սկսել մեր հաղորդումը ու նաեւ այս բացման տեքստն էլ վերապահվեց ինձ, որպեսզի ձեր մոտ տպավորություն չլինի, որ ինձ ճնշել են, որտեղ մեկնաբանությունների մեջ այդպեսին շատ էր։ 60% է այդ մասին էր։ Փաստորեն հանրությունից ինչքան շատ է սիրում, ես այդ առումով իհարկե շատ տպավորված եմ, ափսոս այն սրտիկից չեմ կարողանում անեմ։ Քիչ մեծ սրտիկից կանեի, այնպես որ շարունակեք մեզ դիտել։ Հրիփսիմը հենց այդ բացման մնացած մասը դու ասա։ Ինչ դիտել դուք կոմենտներում գրել եք մեկնաբանություններ դաշտում գրել եք որ փայլակին ճնշում եք հələ մի հատ իր աչքերին նայեք ժողովուրդ հոպ նանինա Նա դասեք էլի ճնշվող է հələ նայ այդենք որ թախծոտ չէ նորմալ ձևացնում է շատ դեպքում բայց եկեք մի բան հիշենք էլի վիճակագրությունը ասում է որ կանայք օրական միջինում օգտագործում են 20000 բառ տղամարդիկ 7000 հիմա այս մարդը շատ էլ անունը փայլակ է հո անդադ չի որոտալու Պիտի մնա չէ տղամարդու ափսեի մեջ ու շարունակի ասել իր 7000 բառը մեկը դուք այդ առումով մյուս դիտողությունը այն էր որ մենք իրար հերթ չտալով խոսում ենք անդաստիրակի տպավորություն ենք թողնում մենք էլի դա անելու ենք մենք էլի դա անելու ենք մենք դա չենք կարող չանել որովհետև մենք այդպեսին հազար ասեցինք կրթվեք Լրագրողները այդպիսին են, այն որ իրար հերթ չտե դուք մեզ իրական կյանքում, չգիտեմ, տեսախցիկներից դուրս կուլիսներում չեք հանդիպել, որովհետև Աստված չանի մեզ հանդիպենք, ինչքան շատ ենք մենք խոսում ու իրար հերթ չենք տալիս։ Սա նաև հարթակ է դա ցույց տալու, թե ինչպիսին ենք մենք կուլիսներից, չէ, կուլիսներում ըստեյության։ Այդ կամերաներից են կողմ։ Բայց չմոռանանք էլ ինչի համար ենք հավաքվել։ Չմոռանանք, բայց մի հատ մեկնաբանողներից մի հատ օկտատերերից մեկը բանա գրել ես իրան լուրջ ուզում եմ պատասխանել Ջեբի Բանջյանը տարերքի մեջ։ Բայց դուք մի առաջ ընկեք ֆայլաբազարը ձեր տեղը չի, դա աշխատողների տեղն է։ Դուք ձեր տեղը ուրիշ տեղ է, մի խոսքով Դու ինչ ես անում, դու չես աշխատում փաստորեն։ Հա, ես պրոստը չգիտեմ ինչով եմ զբաղված։ Մի խոսքով լավ է, նույնիսկ եթե զզվում եք մեզ, այն որ տակը գրում եք, «Բո, ես սրանք են էլի, բան, բայց երևում է, չէ՞ որ նայում եք, շարունակեք նայել, սրտիկել, լայքել եւ անխնա տարածել մեր overdose-ները»։ Ու զզվել։ Չէ՞ զզվել։ Սիրողներն էլ են շատ, իրականում լավ դրական արձագանքները շատ ավելի շատ են, այդ 1,000,000%։ Նախ ես մի հատ անդրադառնամ ինչու եմ ես այս պերաշկի գլխարկով Ես հույս ունեմ, այս քո ոճի հեղինակ Արայիկը չի Գաբաջան։ Դե աջորդ ինչ ադնելու կուկուրուս փիչեր։ Նայեք, այսօր պերաշկի է, բայց խազերի էս վերջի մրցանակաբաշխության լուկերով։ Լուքի հեղինակն է շատ էր։ Ինչպես նախորդ հաղորդման ասացինք, մեր լուքի հեղինակի շապիկների մասի հեղինակը մեր Դինան էր, որը գրել է իդեպ մեկնաբանություններում փայլակին արժեքը, ինչքան է այդ մայկաների կազմել, գրել է, կմտնես կկարդաս, ով էլ չի տեսել, կարող է մտնել մեր առաջին հաղորդման մեկնաբանություններ բաժնում եւ տեսնել արժեքը մեր շապիկների։ Իսկ գլխարկը կարող է փոխվել կախված Փաշինյանի մենյուից։ Կուկուրուզ, պերաշկի, չգիտեմ, սուջուխ, փիփերթ, սիբեղ եւ մնացած խրտուճախառը բաներով, այսպես կարող ենք փոխել մեր լուկը։ Իրականում մենք այդպես էլ չհասկացանք, դա հումոր էր, թե ճիշտ էր, որ Փաշինյանը Ֆրանսիայում գագաթնաժողովի ժամանակ որպես դեկոր դրված այդ խնդիրը։ Դե ամեն դեպքում այդ Էդգար Ղազարյանի մեկնաբանությունն է եղել, քանի որ մենք ոչ Ֆրանսիայում ենք եղել, ոչ էլ գագաթնաժողովին, առավել եւս դրա համար չենք կարող ասել։ Բայց շատ կրեատիվ կներ դեկորի համար դրած։ Քանի որ շատ են շաբաթվա թեմաները, եկեք անցնենք շաբաթվա ամենաթեժ թեմաներից մեկի, նախ սկսենք մեր քննարկումը Պուտին Փաշինյան հանդիպումից։ Հա, իդեպ մեկնաբանությունների հետ կապված մի բան ասեմ, քանի որ շատ են նաև մեզ շատ են ասում, որ վերլուծական մասը մի քիչ է, ժողովուրդ, այս վերլուծական հաղորդում չի
եկեք ֆիքսենք այս երեկոյան ժամերին այսպես ավելի sense հանգիստ մթնոլորտում դուք տնեցիկով ոնց կնստեք կքննարկեք օրվա անցածը կատարվածը մենք ուղղակի ավելի թեթև ֆորմատով ձեզ մատուցում ենք շաբաթվա կատարվածը որ ավելի հեշտ մարսենք այդ ինֆորմացիան ճիշտ չեմ փայլակասը Հրաշալի ներկայացրեց իր ավելին չէի կարող ասել Պուտին Փաշինյան հանդիպումից նախ եկեք նայենք Մոսկվայի հյուրանոցում Փաշինյանին ոնց են դիմավորում ու Միկին ոնց է բղավում Պարոն Փաշինյան դուք դավաճան եք Այս ինչ դիմավորելու ձև օրինակ Ես ուզում եմ խոսալ Можно Դուք դավաճան եք դուք հայտարարել եք մեր եկեղեցին Պարոն Փաշինյան դուք դավաճան եք բայց այս Մոսկվայի այցի հետ կապված ահավոր խնդալու էր Գաբրիելայի հոր տեսանյութ 10-ից 10 հումորը գնահատում ենք 10-ից 10 մի հատ այդ վիդեոն է նայել Այսինքն բոլորը սպասում էին որ պիտի գնա ողջ Հա էլի շատ բայց ուզում է իր երեխու հետ նկարվի Փաշինյանը ինչ ասում Արի Գաբրիելա Չէ դուք սպասեք Գաբրիելա երեխուն ասեք այնտեղ Երեխեք Գաբրիելյանը եկավ այ մոտը Իսկ խորը եւ համապարփակ մանթոյի մոմենտը Շատ շնորհակալություն Պարոն Փաշինյան գիտեք ինչ համար եմ նկարել որպեսզի այս երեխեքը հիշեն ում օրոք է Ղարաբաղը հազվել Արդեն ջոգեց գեզից արդեն բարեց ասոցիո Հիմա տենաս ոնց են Բայց սովորաբար մենք սովորություն ունենք հերոսների նկարներ պահել Իրականում առաջին դեպքն է որ Այս երկու դեպքը չէր, իրականում Փաշինյանին այնքան էլ լավ չընդունեցին Մոսկվայում ու իր այցից առաջ հանրահավաքներ եղան, նկարը պատրեցին մի հատ այդ հատվածն էլ դիտենք, որ բանը կազմենք մեր տպավորությունը, թե ոնց են դիմավորել մեր վարչապետին Ռուսաստանում։ Он обещал народу мир и счастье, но первым делом землю продал всем тем, кто оказался близок к власти. Իդեպ մեր գործընկերներից մեկին տեսանյութ էին փոխանցել շուկայում ոնց էր շրջում Փաշինյանը եւ ոնց էր Սևիկրա Այո Սևիկրա Իքրայի հետից գնացել էր активную гражданскую христианскую Ուտելու позицию. հարցը Это очень важно. ուտելը միշտ կա Այդ ուտելու թեման իդեպ այդ Գաբրիելայի հոր հումորը եւ այս ուտելու թեման շարունակում է Պուտինը ուղղակի մենք որ բան չենք ասում մենակ այս կտորը Այսինքն առանց մեկնաբանության առանց no comment բանն է Спасибо большое, Владимир Владимирович. В первую очередь, спасибо за приглашение, теплый прием. Ну, конечно, мы... Вы что, с нами обед пойдете? Да, еще спасибо за угощение авансом. ասма ուտելու բան տալու ենք ախպեր մի անհանգստացի գիտի էլի որ ասենք այս Չէ, բայց դες ամոթ է, էլի իսկականից էսի։ Դեսի ում գիտես համար է ամոթ մեր երկրի Հա մեր երկրի, հա, բայց այդ մենք մեղավոր չենք, որ այդպես են ընդունում մեր վարչապետին, էլի մարդիկ տեսնում են, որ ուտելիքի ֆետիշացումը բառի բուն իմաստով, երեխեք, ասենք, գիտես ոնց ասած տպավորություն լինի են բոլորի գերդաստաններում կան, չէ՞, մարդիկ, որ նստած կողքդ ինչ որ քեֆի ժամանակ ուտում ա, դու sense վեշետ հավաքում գնում ես, որովհետև տպավորությունը հեսա քեզ էլ կուտի։ Թե ախորժալի տեսք չունես, բայց կարող ա ուտի։ Բայց Ռուսաստանում մասնավորապես հանդիպմանը որոշակի այլ թեմաներ էլ եղավ, որը վերաբերյալ օրինակ ես էլ կուզեի որ մենք էլ քննարկենք, օրինակ հասկանայինք թե ինչն էր այնտեղ խնդիրը, ինչ եղավ, ինչու փշրվեց ժողովրդավարության բաստիոնի որոշակի հատված, ինչու փշրվեց Ինչի փշրվեց։ Ես քեզ եմ հարցնում։ Ես քեզ եմ հարցնում։ Ասեն տպավորություն է մարդկանց մոտ, դա տեսակ ոնց Պուտինի պորտը դեր էստեղ։ Ես մի հատ լուսանկար տեսա, որտեղ Պուտինը ասենք որ երևի տենց կամ շոքեր էր կամ մի խոսքով տենց ճակատներ բանանում, տենց գրել էին Պուտինը բռնեց ճակատը։ Դա այն պահներ, երբ որ ասած տառապանքների մեջ ընկա Ադրբեջանի կազմում Արցախը, Պուտինը քորեց գլուխը, դա այդ պահներ։ Հա, որ մարդիկ դա դալեցին, որ հա։ Տունդես եղել։ Չէ։ Այդ Փաշինյան տարածած տեսանյութով է ինքը ասում, իրանք այդ կադրն են դրել դրա վրա։ Ու բացի այդ, երբ որ Պուտինը ասեց մենք տեղ մարդու ենք։ Ես նախորդ շաբաթ հաղորդման ընթացքում այդ մասին հայտարարել չես փոշմանը, չէ։ Էլի մենք իրար հետ խոսում էինք։ Հա, իրականում Պուտինի այդ քննարկմանը շատ բան, այսպես մեղ, այսպես ասած քննարկմանն էր, որ Պուտինը ասաց մենք Ռուսաստանի паспортով մարդ ունենք դերան բերտերում, ոնց որ կուզենայինք լավ կլներ որ հանեիր, Փաշինյանը դե ասեց «Նյետ» ուտեղ պարկե ասեց «Նյետ»։ Չեմ մանել։ Դուխով sense բան ու ասին Դա դուր է եկել մարդկանց։ Տեսակ ասին, ասեց չէ։ Չես հավանել այդ կտորը։
բայց մենք ինչ իմանանք այդ կտորից հետո չկա հաջորդը հետո Պուտինը իրան ինչ է ասել, այդ պասների մենք կուզենանք ինչը վերջ այդ վիդեոն տեսնենք, քննարկմանը առանց տեսախցիկների ինչ դու Ես որպես փակ քննարկումների վրա տեքցես նայեք իդե փակ քննարկումներում Պուտինը գոռում էլա ես դա լսել եմ սեփական ականջներով տեսել եմ սեփական աչքերով Ուրեմն նայեք երեխեք ուտուշ խմուշի սիրահար է մեր վարչապետը այդ ֆիքսացա չէ գիտենք բայց այդ վարչապետը գիտի ով է իր ընտրազանգվածը գիտի որ իր ընտրազանգվածին դուր է գալիս եւ իր պերաշկին եւ կուկուրուզը ու հիմա արդեն երաշտական հատվածն է ապահովում որ գոնե այդ մասի Դա առավոտվա արթնանալու իր առավոտները բայց ասենք այն սկզբի շրջանում այդ սրտիկների երգերը բան մի քիչ ուրիշ էին հիմա ավտոքշես տեսնենք ինչա լսում մեր վարչապետը ու հատուկ իր ընտրազանգվածի համար մի հատ տուշ Ոյ Բայց ես այն ռաբիզնա որ սենց ուղեղը հալվում է թափա Չէ բայց Էս տիպի չէ չեմ լսի բայց առավոտյան 7-ին գամ վարդերով Վայ արիպսիմե ինքը կորորով էլի ուրիշ ռոբիզել դներ ասենք հիմա ես Աստված ինձ մի ճամփատու Անտիլ երկում ես անտիլ երկում աղեկա դու Կլկլները լավ չես հալում բախտիս դռները մի փակիր Ես Սեբաստիա երկի բարի ամույթում պուճուր ժամանակ երկել եմ երեխեք Ես լավ երկեցի բայց փայլակ լավ պրծանք չի parելու Լավ է թող Փաշինյանը հենց կպարի դու էլ կպարես Ես երկի եմ գնացել Բայց այս տողեր էլը այսօր 7-ին գամ ձեր տուն վարդերով տանեմ յարի զարդարեմ զարդերով գնամ հեռու հանդերով ասենք ես ինչ է այս երգա այս միտքա Մանավանդ մի տեսակ նոր բաժանված մարդու համար էդի չգիտեմ էլի ես երգը դնել Ես էլի իմ սիրած բանից եմ արել Google-ին հարցրել եմ էլի ինչ Էլի ծանրաբերել Ինչ անշանով առավոտ 7-ին գամ վարդերով Ասենք արար չէ 6-ին բայց մարդը 7-ին է մտածելով որ 6-ին քնած կլինի Տեսեք համացանցային վերլուծությունները ինչ են ասում որ ռաբիզը հաճախ համարվում է խառնուրդ հայկական, թուրքական, ադրբեջանական մերձավոր արևելյան ազդեցությունների լրիվ փաշինյանական իրականում այդպես չի Փաշինյանն էլ է Google-ել ու հասկացել է տեղ ադրբեջանական էլեմենտներ կա դրա համար Հա էլի չասեք հիմա դու սկսես ինչ որ դետալներ տեսնել բայց եկեք ընդունենք նաև որ սատանան դետալների մեջ է եւ ինչ են ասում է որ ռաբիզը ձևավորում է աղավաղված արժեքներ սահմանափակում է լեզվական եւ մտավոր զարգացումը Լսի չէ ու ինչ է ասում է Ռաբիզը ինչի մասին է, լսեք, մի շաղակրատեք, սեր, հավասար է, տեսեք, սեր, հավասար է, դրամ, գումարած խալդ, գումարած տառապանք, գումարած հաջողություն, այդ դրա մասին է ռաբիզը Ես կխնդրեմ ես հաղորդմանը կոֆել դնենք թող արփին բաժակներներից Լավ պատկերացում ունեմ ասեմ Շատ լավ քո դիտարկումը Բայց ո՞վ է պետք լրագրող առանց Բայց կոֆեն այս հաղորդմանը փայլակն ասել էր ես հետս կբերեմ բայց չի բերել Նախ որովհետև տեղ չկար կագնելու Հա Պարկինգի նկատի ունի։ Ու այս հաղորդմանն էլ ֆիքսեք, որ մեր շապիկներից ինքը չի հայքել մեր մայկանից, ինքը ասաց ես թազա մայկա եմ առել։ Չէ, ես ունեի։ Բայց դու ասել ես որ թազա մայկա եմ առել, թազա մայկով կգա։ Ես շատ մայկաներ ունեմ, որոնք դու գիտեր, ես ասել եմ որ այս հաղորդմանը թազա մայկաով հագնում է, պետք է չեկերն էլ հետը բերի։ Դու չես բերել, որ հայտարարագիրը ցենց լրիվ ջրիերես չհելնի, շատ լավ, ապարզա քեզ էլ իմացա։ Ինքը ուզում է ցույց տա բանը սիրուն շորիկներ ունի։ Շորիկներ։ Տեցել յութերը դստարկում Ժորիկներով Փորիկներով Բայց ես դնում եմ չարաշայք Մի հատ շատ լուրջ աղմկահարույց դեպք է եղել այս շաբաթ Անցնենք այդ դեպքի քննարկմանը, որը իսկապես շոկային էր Այն որ անհասկանալի անընկալելի 18-ամյա տղաների ձերբակալության մասին է խոսքը, թե ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց այսպես մխրճվել Սուրբ Աննա եկեղեցու բակում իր շքախմբով հավատացյալների մեջ ու ինչ միջադեպ տեղի ունեցավ, խնդրեմ դիտենք այդ հատվածը տեսանյութին։ Ես ունեմ մեջտեղ կանգնել։ Դրանք չնայես ինձ։ Ահե, գնաց 20
Ինձ հաշում է։ Գիտենք, որ այս դեպքից հետո Դավիթին եւ Միքայելին ձերբակալեցին, բայց մի հատ դիտենք, այս նույն հատվածում ոնց է Փաշինյանի թիկնապահը արմունկով հարվածում այդ նույն տղային։ Յոկոցուտի է։ Ասենք այս մարդիկ աղոթքի ժամը եկեղեցում են, դուք հայտնվել եք այստեղ, երեք չի մխրճվել եք, մի հատ դուք նեղվում եք, որ այդ մարդիկ ասում են մի խանգարեք։ Արմունկով խփում են։ Այսօր Փաշինյանը էլի էս ասում ենք այսօր, հիշենք, որ մենք 5-շաբթի օրենք նկարահանումները կատարում, այսօր Փաշինյանն ասա փայլակ, ինչ ասեց։ Դե գործընկերների, այդ թվում եւ իմ հարցերի մեծամասնությունը այս աղմկահարույց դեպքին էր կապված, բնականաբար, օրինակ ես հարցրեցի, թե ինչ է սպասում անվտանգության աշխատողին, որովհետև իդեպ այս անվտանգության աշխատողը առաջին անգամ չի, որ հայտնվում է նմանատիպ իրավիճակներում, օրինակ մեկ այլ եկեղեցում քաղաքացու բերանը փակելով դուրս էր տարել, մեկ այլ միջոցառում, որը տեղի էր ունեցել օրինակ Դվինում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երբ որ պիտի դուրս գար, մենք փորձեցինք մոտենալ, նորից այդ նույն ՊՊՑ աշխատողը, այո, խոչընդոտեց մեր լրագրողներից գործունեությունը, բայց էական չի անց այս դեպքում կարող է մեկ ուրիշ աշխատող լինել, որին Նիկոլ Փաշինյանը արտարացրեց, ասեց, որ կարող է իր գործն արել, հա։ Այո, հաներ կրակեր։ Ասես կարող վնասվածքներով դուրս գար այդ տղեն, հենց որ փառք տա Աստծուն, այլ աղոթ չի լինում շատ ժամանակ արձագանքելու, բնականաբար, այսինքն ինչ իր ավտոշարությունը կարող է մարդ գցել, մեքենայից եւ Սոնան Մնացականյան հիշենք, որևիցե պատիժ չլինի, բայց ասենք օրինակ նույն այդ հրմշտոցի ժամանակ կամ ինչ որ մի երիտասարդ այլ եմ ասում, ոչ մեկս այստեղ բռնությունը չենք արտարացնում, բռնություն չենք քարոզում բնականաբար եւ դատապարտում ենք բնականաբար, բայց օրինակ կարող է ձեռքը փորձել է վերև բարձրացնել եւ տպավորություն է եղել, որ ուզել է խփի, ուզել է հարվածել Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո բայց այսօր պարզվեց նաեւ, չէ, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, որ պահքի մեջ է Փաշինյանը։ Հա։ Պահքի մեջ է Փաշինյանը։ Եվ պահքի մեջ վարչապետը, որ օրու մեջ սաղմոսներ է կարդում, օրու մեջ ասում է սիրիր մերձավորիդ, 18 տարեկան նոր լրացած 18 տարին տղայի ըմբոստությունը մի խանգարի ինձ աղոթքի պահին չի կարողանում հանդուրժի, ասենք նորմալ է։ Բայց ինքը ասում է ես ինչ կապ ունեմ, ասում է ես ինչ կապ ունեմ։ Ինքը ոչ մի բան տես դեպքերում ինքը կապ չունի, այսինքն այդ հարվածը, այդ անվտանգության աշխատակիցը ձեր իր գործն է արել, ասեց անվտանգության աշխատողը հակառակը, եթե չաներ կդատվեր, որովհետև ինքն էր մխրճվել, որովհետև ինքը չէր հարգել այդտեղ հավաքված մարդկանց։ Դա էլ բացատրեց, դա էլ է բացատրում անիմաստ, այսինքն մենք դնենք տենց ինչ որ վերլուծություններ չի ընդունում, արփի չի ընդունում, ինքը չի ընդունում։ Ռուզանը մեր գործընկերներից հարցրեց, ասեց օրինակ գիտեք, որ նմանատիպ իրավիճակը ինչու որոշեցիք հասնել միջև, որովհետև մարդկանց հոսքը մեծ էր, ասում եք էսի դու սենքես, կեսը ներս էին մտնում, այսինքն ինքը միշտ ունենում է բացատրություն, թե ինչ պետք է արվի, որն է ճիշտը եւ այլն, եւ հետո երբ որ նաեւ մեկ այլ գործընկեր օրինակ ասեց, հնարավոր է ներեք ի վերջո դուք եք քրիստոնյա, պահքի մեջ եք, հա, մեջ բերեց, ասեց ես ինչ կապ ունեմ, ես ոչ մեղադրել եմ, ինքն էլ տուժող չի, այսինքն այս դեպքով չկա տուժող։ Իրավապահ մարմինները միշտ այդ դեպքերում իրանց գործը անում են հավուր պատշաճի, երբ որ խոսքը իրեն է վերաբերում, բայց երբ որ օրենքը հավասար է բոլորի համար, բայց երբ որ մեկ այլ քաղաքացու հետ կապված նմանատիպ միջադեպ են լինում, ջնջխում են, տալիս են բան, այն որ այդ ժամանակ օրենքը կարող չգործի, այսինքն օրենքը հատվածաբար է գործում, ֆիքս ենք։ Չէ, օրենքը գործում է, երբ որ կարևոր նյուանս կա։ Ինքը այլ հայացքներ ունեցող քաղաքացիներ, օրինակ մենք ունեցել ենք դեպք, կներես, երբ որ նույն իշխանական լրատվամիջոցի առաջ մեկ քաղաքացի ասում էր, որ պետք է ջարդել կաթողիկոսի գլուխը, ուր է այդ մարդը։ Հա։ Ովերցում չի, բան չի, ազատության մեջ է։ Հա։ Ու նմանատիպ լիքը այլ դեպքերի եք մենք ականատես եղել ես։ Իմ ասածը հետևյալն է, որ գոնե անկեղծությունը չի պահվում։ Այսինքն, եթե ես պահքի մեջ եմ, ես քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցու, ինչպես ինքն ասում, արժանի հետ։ Եթե սաղմոսանգիր արած ասեց։ Ինչ ես գործրի, ինչ ես մանգալիս։ Ես սանա եմ, կներեք։ Եկեք դիտենք այն տեսանյութը, թե ոնց է, այսինքն ինչ է լինում այդ 18-ամյա տղայի հետ, երբ որ այսպես համարձակվում է, ասի, բան մի խանգարեք եւ այլն, կամ այդ միջադեպը լինում է եկեղեցում, այտենց չնայես ինձ ասում է, ընդհանրապես որը տեսանք տեսանյութում, հիմա տեսնենք թե
ինչա հաջորդում դրան, ինչա գալիս այդ տղայի գլուխու ու կհամեմատենք հետո ուրիշի հետ։ Այ հեսա ոնց են տանում այդ տղուն։ Դե այդ հարվածից հետո, սենց քարշ տալուց հետո, բնականաբար այդ երեխեն պիտի Ոսկի մարդը պատկերացնում եք մարդը իր համար կիրակի որոշել գնա եկեղեցի պատարակի։ Ու գնում կրակը։ Բա այսքանից հետո բնական է, որ ինքը հիվանդանոցի մուտքի մոտ պիտի ուշագնացվիներ, չէ։ Դե մենք խոսում ենք մի տղայի մասին, ով նայեք այս բան, նայեք այս։ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այո, ահա, այս տղուն ինչ օրենք ցույց։ Շատ քրիստոնեաբար են վարվում, շատ նուր, համաչափուժ են կիրառում։ Սա եկեղեցու բակում։ Եկեղեցու Ես հենց այդ բակում քաղաքացիական հագուստով հիշեցի, որ մարդ։ եկեղեցու բակում ցավոք Ու քաղաքացիական հագուստով, որ չես էլ իմանում, որ համակարգից են, ինչ են նման բացել։ դրսևորումներ ունենք, բոլորս կհիշեք Մայրաթորի տարածքում ինչեր էր տեղի ունենում։ Այո։ Օհանավանով։ Ու հիմա նայեք, այս հատվածից հետո մենք հիմա տեսնենք, թե Իսպանիայի թագավորը ոնց է վարվում, արփի, դու ասա, Իսպանիայի թագավորը Դիմիչ ինչ արին ջրհեղեղից հետո, երբ որ մարդիկ այսպես Պատկերացնում եք, ալիք են բարձրացնում, քարերով խփում են, ցեխերով հարվածում են, ինքը ինչպես հաղորդել, ընդ որում ֆիքսենք այդ պահքի շրջանը չէր, ոչ ավակ 5 շաբթի էր, ոչ ավակ ուրբաթ էր, հələ նայենք թե ոնց է ինքը վարվում։ Բայց դու ինչ գիտես, հետո ինչ ա եղել։ Ոնց հետո ինչ է։ Նայի տեսնում ենք ինչ ա եղել։ Ոչի սիրուն պաչում հետո չափալախում, նայի։ Ես տեսել եմ հետո ինչ եղել։ Նայի, քարերով խփում են։ Ցեխերով։ Ու հայտնվել է թագուհու հետ այստեղ ինքը։ Կնոջը հետ, Այո, եկել է այստեղ, ուղղակի գիտի, որ այս քաղաքը ջրածածկ է ուղղակի եղել, գիտի ինչ վիճակ է, գիտի ինչ քան են արկածած մարդիկ, այո, իրավությամբ քարեր, ցեղ, այլ առարկաներ են նետում, բայց մարդը առաջ է դնում, փորձում է հասկանալ։ Ի վերջո այն երկրի պատասխանատուն է ինքը, որտեղ կատարվել է այս դժբախտությունը, ինքը փորձում է հասկանալ մարդկանց։ Անկամ այն պարագայում, երբ որ ամբողջովին ցեխն տեսեք ոնց խփեցին։ Ու ինքը ինչ տեսեք ոնց անում։ է գրկում։ Որդիաբար, չգիտեմ, եղբայրաբար, ոնց են վարվում, կինը տես ոնց է վարվում։ Փորձում են բացատրել, գրկել, հասկանում են հուզմունքը, Հիմա ավելի էմոցիաները։ Այստեղ էմոցիաները հասկանում են։ Սրա մասին է խոսքը, այս տարբերություն։ Ասենք Փաշինյանը կարա ազգային ժողովի ամբիոնից բանը պորտ կա, ասի պատվալները ձեզ կգցեմ, չգիտեմ, կլիզեք, չգիտեմ, բորդյուրները, չգիտեմ ինչ կանեն։ Հետո երբ որ ասում ծեփել, փռել, ես իմ ինչ անել, դիակները ձեր քաղաքական մնացորդի դիակները կհանեմ, չգիտեմ որտեղից։ Այդ Փաշինյանի պորտկումն է, հասկանում եք, այդտեղ էմոցիան էմոցիա է։ Բայց դուք շատ վատ տեսանկյունից եք ներկայացնում, վարչապետ, ինչի չի գրկել այդ մարդկանց։ Գրկում է, բայց յուրայիններին, երբ որ ասում են Փաշինյան, դու Հիսուս Քրիստոսն ես, այն որ աշխարհի վրա էլ ուրիշ sense ղեկավար չենք ունեցել։ Քանի քաղաքացու է գրկել, երբ որ ընդառաջ են գնացել իրենց, այդ էլ ասեք։ Հեսա կանդրադառնանք Քարոզ Արշավի գրկողներին, եթե տեղեսում անես, գրկիկներ չեն։ բայց մի հատ այս տղու հետ կապված, մի հատ շատ հետաքրքիր, մի հատ այս երիտասարդների հետ կապված, մի հատ հետաքրքիր անդրադարձ եղավ, հետաքրքիր որ ասենք շայկերտների մեջ ենք վերցնում, Գարիկ Սարգսյանի անդրադարձը սկրինը ունենք, տեսեք ինչ ձև է հեգնում 18 տարեկան երեխան էլ Չայկերտի մեջ վերջին զանգը կնշի արմավիր քրեակատարողականում ու ասենք իր էմոջին էլի ասենք դրա։ Նայեք, գլուխը կոտրել ենք, էլի, կոնկրետ դա է ակնար։ Դե որ ես նայում ես, ուզում ես ասես այդ ենթադրում ախորպես Գարիկ Սարգսյան գնա կոկորդիլոսներով դու զբաղվելի ոնց որ էդի մոտը ավելի լավ է բայց դա ստացվում։ էլ իր մոտ է։ Չէ, էդի ավելի լավ է ստա, հավատա, էդի ավելի լավ։ Մի բարձի թրջուն են, ի վերջո թրջուն չեն, մի հատ այդ հարցերը պատի, հետո նոր ես դեմ եմ անդրադարձի։ այս իրագրածը, այս կարգի անլրջացնելու, որովհետև Հա բայց աբսուրդի ժանր, ասենք հաշտեցա կոկորդիլոսական մտածելակերպ մի տեսակ։ պետք է լինել, որպեսզի օրինակ Չէ, սա հաստատում է, այդ կերպ արձագանքել հասկանալի է, ձեր քաղաքական թիմի ղեկավարին ես ուզեցել պաշտպանել, բայց տղամարդու, դիմացին չգիտեմ, մարդու, քաղաքացու, հատկապես ոչ մեկ ոչ մի բանի ապրումակցություն չունեցող
Այո, Խոսքը այո։ դրան է վերաբերում, դրա համար Գարիկ Սարգսյանին Միանշանակ ես համաձայն եմ, եւս այս շաբաթ եւս մի հետաքրքիր միջադեպ եղավ, էլի մի հատ երեխայի հետ կապված, որի մասին ահազանգեց Ռուբեն Մելիքյանը, դիտենք այդ տեսանյութը, ինչ էր արել այդ երեխեն, Փաշինյանի ավտոյի վրա թքել էր, մարդը, թքել է։ Շարը, զգուշ եղեք, հիմա էլ ասում եմ, ձեր երեխեքին հեռու պահեք։ Շարը։ Այս մեր Միքայելը հաստորեն այդ ժամանակ, երբ որ ես այդ լայվն է անում, դրանից խաղը 5-10 րոպե առաջ կամ մի քիչ հետո, չգիտեմ, աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է, եւ մոտենում է, Ճողմես դա դա զիբիլը թափել։ Թափեցի թե զիբիլը թափես ու թքես։ Դե հիմա տենում է, ջղայնանում է մարդը, ասում է, թուքո, խոսքի։ Այնքան է լինում, որ զայրացածին թուքո։ Հա այդ ուրիշ է, բայց միտումնավորը Դե հիմա կարող է միտումն է, որ չի թքե, կարող է մարդը ինչ որ չոփ ա եղել բերան թքել, ասենք դա էլ է հարցի մի ուրիշ կողմն է, էլի։ համարել, որտեղ ինքը պետական գործ է։ ոչ մի պետական գործ։ Այդ ազատություններ, խոշորացիչներով։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը Դից օրինակ վերցնել տանել համեմատել։ Եվ այն որ ինքը այդ ծառայողական մեքենայից դա Բայց ավտոյի վրա է թքել, էլի, ասենք եկեք ֆիքսենք։ Սա ուղղակի եմ ասում, հետա ամենայական բանը չի։ Ինչ, դե ասա, Մելիքյան։ Ձևակերպում է իրանք տալիս։ Սաղի տեղը ծախելա մեր հողերը։ Ստեղ ինչներ հետաքրքիր։ Ուրեմն Նալին Սիմոնյանը, որ մարդու վրա կարա թքի, ոչ մի գործ չեն հարուցում, ասում են նորմալ է, որ Ռիփսի մեջ արա որովհետև մարդու վրա Ալեն թքի։ Սիմոնյանը Բայց ավտոյի նյուրոնա լավ էլի։ այս թեման շրջանցենք sense պրոստը։ Հայլակ դու սա թեմաները մի շրջան։ Դու հələ մի հատ հատա անդրադարձի։ Զուզվող ես։ Չէ, պրոստը Հետ ուրախային հետ ուրախ։ Չէ, բայց ես իր տաղավարն է, ես հենց գնալու եմ։ Ոչինչ մենք մակրի ունենք։ բայց այդ կողմ ստեղ չգաս Ստեղ կարա մի հատ տաշ տնեմ հաջորդ հաղորդմանը, դու որ պայն զզվես հետաս։ Չէ, բայց մենք հենց այդ խոսում ենք ընտրողական հետերսևորումների մոտեցումների մասին, որ ասենք մարդու վրա կարաս թքես, բայց ավտոյի վրա չէ։ Այդ դեպքից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս Ազատության Հեղինեն Բունյակյան, եթե չեմ սխալվում, իրեն ասում էր, դե ես էլ Ալեն Սիմոնյանն էլ, մյուսներ են Պաշտոնյանը ստուպերուր լրագրողին, որ իրանք կապնի, որ հավատա, որ իրանք էլ են Պաշտոնյա, իրանք էլ են շարքային մարդիկ եւ այլն եւ այլն։ Հիմա դա դրա համար եմ ասում, որ իրանք այդ դեպքում մեկնաբանում են, որ իրանք մարդ են, դե սովորական է կարան սխալվեն։ Ուրեմն իրանք կարան սխալվեն, թքեն սխալվեն, խփեն սխալվեն, չգիտեմ ինչ անեն սխալ, բայց մեքենայի տակ գցեն սխալ որոշում կայացնեն, մարդկանց ասեն կասկա բան, սա հավաքեք եկեք պատերան կոտորվեն, այդ ասեն դե սխալվել ենք, որտեվ չենք իմացել, խաբար չենք եղել։ Իրանցը սխալ է, հասկանում ես բանը, տեղ հանցակազմ փնտրելը, ասենց չգիտեմ, ինչքան պետք է սադրիչ ելնեք դուք, որտեղ հանցակազմ փնտրեք, բայց այ երեխեն, որ զիբիլը թափելուց կարա ասենց մի ամիսից ֆռը մի հատ թքի, այդտեղ Փաշինյանը իրականում երեխեք ֆիքսենք, էլի Ռուբեն Մելիքյանն էլ դա ասեց, որ Փաշինյանը այդտեղ պարտականությունները իրա չէր կատարում, էլի զուտ քարոզչական գործունեությամբ էր մարդը զբաղված։ Ու իրա քարոզարշավի ժամանակ անդրադառնանք շատ հետաքրքիր միջադեպեր են եղել այդ շրջայցների ժամանակ, հա, որ համայնք գնում է, էլ հարբեցող, էլ չգիտեմ, ասես մոտեն Փաշինյանը։ Շատ ունիկալ դեմք էր։ Իմ ամենասիրած հատվածը։ Հա, շատ զիլեր, որ մի հատ կին է մոտենում, մի հատ աղջկա պահը, մի հատ շատ հետաքրքիր բան է ասում Փաշինյանին։ Այդ դիտենք մեկ էլ որ մոտենում են Փաշինյանին երեխեքի հոր կարոտը առնելու համար մի հատ այդ երկու վիդեոները նայենք էլի։ Համեցեք, ես էլ ձեզ բարև ձեզ, լավ եք։ Շնորհակալ եմ շատ։ Մի հատ խնդրեմ, համեցեք։ աղջկաս այրանալու մոմենտով եմ խնդրում։ Այրանալու մոմենտով։ Շատ լավ։ Հիմա նյութական որևէ նյութական չեմ կարող, բայց տնայի։ հոգեբանական կարող եք։ Պապային կարոտել ուզում եմ ձեզ համբուրի պապայի տեղ։ Համբուրի։ Ես չեմ հասկանում։ Էսի նյութական չի, համբուրը նյութական չի։ Ես երբևիցե չեմ հասկանում այս մարդկանց։ Ինչի։ Լուրջ եմ ասում։ Բայց եկեք մի բան ասեմ, էլի ես էլի վիճակագրություն։ Ոչ միայն անհնար է հասկանալ, այլ անհնար է մեկնաբանել։
Մայրանալու պահը չես հասկանում։ Բա ում դիմի, փայլակ, ում դիմի Չէ, մի մարդը։ րոպե։ Մայրանալու համար աղջկա։ Ում մարդը։ Տեսելի խոսում են։ Էս թող։ Գաղա չկա փեսա դրա համար է դիմում։ Խոսում եք իրար հերթ չտալով։ Լավ ասին քո կարծիքով վարչապետ էլ բան ու գործ չունի։ Գործընկերներ, Սպասի բան է ասում, հարբի բան է ասում, կարևոր բան է ասում։ Ասում է վարչապետը բան ու գործ ունի, պիտի մայրացնելու արժե զբաղվի։ մի րոպե։ Բա այդ եմ ասում են, չես թողնում ասել։ Ասա։ Վիճակագրություն լավ բան չի ասում։ Ինչ։ Մայրացնելու հարցում։ Ինչա։ Տեսեք, 2018-ին 2018-ին Հայաստանում 36574 երեխա է ծնվել 2018-ին։ 2025-ին 32000, 4000-ից ավելի, այսինքն քիչ, ավելի քան 4000-ով քիչ։ Այդ նշանակում է, որ մայրացնելու մոմենտով Փաշինյանի իշխանությունը ինքան էլ բան պետք։ Բայց ասել էր 5 միլիոն են բնակչությունը սարքել, 30-ին։ 25-ին ուսը, թե 30-ին, հա։ Այսինքն հələ 5 տարի կա, կարա հələ։ 2050-ին։ Բայց հա ճիշտ է 2000 այդ ժամանակ չէ որ։ Սա 2050-ի պահով էր։ Բայց ով ասեց որ Էշ մի սարքի գարուն կգա։ Բայց ով ասեց որ հայերն են լինելու այդ 5 միլիոնը։ Հա, էդ էլ կա։ Բայց այս հոր կարոտի պահներ էր, էլի մի հատ երեխեք, այս հոր կարոտի պահներ էր, էլի, ասեք որ ունիկալ։ Ասենք հոր կարոտը ոնց կարա բերի ասի մի հատ Չէ, ուզեցավ ասի դու ես երկրի պապան ես։ Կարասի մեր երեխեքի հենց պապա ասված ես այժմ, հա, ասենք լավ, պարզա։ Էլ չկա։ Այս Քարոզ Արշավների շարքից հետաքրքիր էր նաև, այսպես լայն քննարկվեց նաև, որ թութու լավան։ Հանկարծ պատահաբար տեսավ։ Մի հատ վարչապետները։ Չես տեսել։ Դաժե մենք ասում ենք, ինչ ենք, ես կող խժում չենք կարող ձեր վիդեոներն շատ են գնում։ Ես մի Ջովան ասում։ Հա, մի հատ այդ բանը նայենք, թութու լավան հանդիպում։ Ես ուզում եմ սրտի կարեմ։ Սրտի կար։ Գինը կարես բայց։ Չէ, պարա, իսմա որ չէ, պարա։ Ինչ ուզես վերջում սիրելու ես։ Սոպրանո։ Ցեպը։ Քոավի ժամացույցը կհանի, իր ցեպը չի անի։ Իդե փլեչի հանդիպ։ Այս պարոն վարչապետ։ Վարչապետս։ Սևանում են հանդիպե փաստորետ։ Ամեն տեղ։ Ուզում եմ։ Այն ինչ ջիգարակալած, sense ջիգարակալած, շաքարակլորակարած։ Բայց ես թութու լավ այդ անկողերին գտա։ Չէ, ման կարծեմ չէ։ Մի հատ վիդեո կար, sense արցունկակալած աչքերը ոնց որ դիմել էր, չէ։ Մեկ, ես հիմա թրենդ եմ։ Սրտիկ մի հատ ձեր թրենդ արեք։ Մեկ, Հեսա կհիշացնենք քեզ։ Էսի նայեք, երեխեք։ Բայց հիմա հետևեք էջին, ձեզ շատ եմ սիրում։ Բայց հիմա որ ասեմ կասեք, բոլոր սրտաբանները ասում են, որ սիրտը այդ տեսքը չունի։ Բա ինչ տեսք ունի։ Չասեմ էլի ինչ։ Դելով։ Որտեվ այն տաշտի մոմենտը հələ չի եղել։ Բայց կարակ պատկերացնեք ինչն ասա։ Հատկապես Հա, կապիկները։ լավ, հասկացանք ինչ ես ասում, շատ լավ, բայց հիշեք թութու լավան Նիկոլ Փաշինյանի տեսավ, ասաց ձեր շատ ենք սիրում, հետևեք վարչապետին, բայց ոչ վաղանցյալում հիշում ենք էլի, երբ որ բաներն էս հիշում։ Բա, երբ որ ասաց ինձ հագցրել են, չգիտեմ ինչ։ Մի հատ այդ վիդեոներ նայենք, թե ոնց էր ջղայնը վիրավորված եմ։ Դուք ինձ 109 միլիոն դրամ հագցնում եք, ուզում եք հագցնել, թե ինչ եք ուզում, թշնամին դառնա պետությանը։ Պետությանը։ Էրիկին թութու լավային այսպես բորբոքել էր հարկայինի անաստված տուգանքը։ Աղոթում է, որ Աստված տուգանքը հանի։ Տեր ամենակարող Աստված, դիմում եմ քեզ այս հարցով։ Մինչ այդ աղոթում է Փաշինյանի համար, Աստված ձեզ շատ օրհնի, ձեզ շատ սիրում հարգում ենք։ Այդ Փաշինյանի նկատի ունես։ դստերը Ում եմ տեսել մեր վարչապետի թագուհուն, մի հատ բարևներ։ պարում էր Փաշինյանի ընտանիքի Իսկ պարը։ փոփոխական։ Տեսեք։ Վիրավորված է։ Բայց հիմա հենց որ հարկայինը նստա, հայաբարի, որտեվ հայեր ես, կգան կհագցնեն։ Անունը ինչ էր։ Ում թութու լավա։ Թութու լավա։ Էրիկ Շաբազյանը լիներ Քամելիոն, շտարով մի հատ ազգանուն էր, հա։ Հիշում եք, հենց հարկայինը բան արեց, չամադաններով բանով հավաքեցին, գնում ենք այս երկից, հետո չգիտեմ թե ջրին հարկերը ինչ արեցին, հիմա դարել է էլի վարչապետի սրտիկը։ Այսինքն սրտիկը չէ։ Ես ասացի ինչի Թութու լավային էլ անցանք, Քարոզ Արշավի մի հատ շատ կարևոր
վիդեո կա քարոզարշավի հետ կապած մի հատ շատ կարևոր հանգամանք ուրեմն ինչ եղավ եկավ առաջի պլան բերեց սենց քպն մի հատ կնոջ Սուջանի հորքուրին Բարև, պարոն Փաշինյան, ձեզանից շատ շնորհակալ ենք գերիներից Սուջանը Գևորգի օրաքույրն եմ, ես շատ ուրախ եմ, որ մեզ տղային վերադարձրիք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք որ խաղաղություն է գալու, ու մի հատ խնդրանք ունեմ, եկել է ու վստահ ենք, որ մենք առաջ ենք գնալու, շատ ուրախ ենք, բոլոր Սուջանները վստահում են ձեզ, շնորհակալ ենք ձեզանից, հեսա կհասկանամ, հեսա կհասկանամ, ասում եմ ապրես մեր տողում բելես խաղաղություն ես, բերե գովում է, չգիտեմ ինչ անում, ու այդ տղեն նույն Սուջանը, որը մեզ չի որ անդիմադիր հայացքներ ունի, չունի անդիմադիր հայացքներ ակնհայտորեն, ու այդ մարդը մտնում է եթեր, գրառում է անում, սիրելի ընկերներ, ինձ ուղարկել է նյութ, որ արդյոք այնտեղ ասում է որ իր հորաքույրը չի։ Ասում է իմ հորքուրը չի, ախպեր ես, այդ կնոջը մի կապեք իմ հետ, չգիտեմ էսով է։ Էսի մի հատ պատմություն է մեզ հիշացնում։ Այս են դրվագներ 2018-ին։ Ապրեք, այդ դրվագներ ունենք։ Մի հատ դատեք, դիտենք հիշողության թարմացություն։ Ես այսօր եկել եմ ձեզ միաժամանակ ողջունելու։ Կեղծ պապիկներ, չէ։ Կեղծ հորք, այստեղ կեղծ պապիկներ, դա դառնա կեղծ հորքուր։ Ռոբերտ Աբաջյանի քերին թե այդ եմ ասում։ խոսքը տալու ձեզ։ Մորաքույրը կարալինի։ Նա բացակա է, բայց նրա հոգին ու նրա պատկերը էս է։ Գուցե փոխաբերական իմաստով նկատի ունեն ժողովուրդ։ Ուրեմն սիրելի եւ ոչ սիրելի քպականներ։ Ես պահանջում եմ ուղղակի հաջորդի կարոզարշավների ժամանակ կեղծ բաժանաղներին, իրանց իրավունքներն են պաշտպանում, կեղծ տալերին, կեղծ քենիներին, կեղծ մորաքույրներին, ի վերջո հորքուրից ինչով է պակաս մորքուրը, էլով մնաց։ Քերիները, հոպար, նայք քանի հələ վարիանտ ունեք անելու, հերթով արեք։ Բայց այդտեղ մի ուրիշ խնդիր կա, ժողովուրդ, տեսեք այդ նույն ուսումնասիրությունների համաձայն, քանի որ մենք շատ ենք ինֆորմացիայի հետ գործ ունենում, մենք ինքներս էլ այդ զգում ենք, չէ՞, ասում են, որ սովորաբար կեղծ լուրը ինքը կպչուն հատկություն ունի։ Ասենք 100 մարդ դա լսել է, այսպիսի մի վիճակագրություն կա։ Հետո հերքումը դրա լսումը 20-ից 40 է այդ 100։ Հա, ճիշտ է։ Եվ միևնույն այս արդեն ավելի շատ է տպավորվել։ Ի վերջո Փաշինյանի հետևորդները, Փաշինյանի էջում է սա տեղադրվել վիդեոն, հետևորդները բնականաբար ավելի շատ են, քան Սուջյանի հետևորդները։ Միևնույնն է, 40-ը լսեց հերքումը, մեկը ասում է, այդ 100-ից 15-ից 20-ը դեռ բայց եկեք այդ ժամանակը շատ կարճ քննարկենք։ Օրինակ այս ձեզ ինչի պետք է վերածնեն առաջին պլան։ Դե հիմա նայ, լոգիկան ինչա ասում։ Ինչ շահ պիտի ունենա, չէ, ինչ շահ պիտի ունենա, ուղակի կինը գա ներկայանա, ասի ես Սուջյանի հորքուրն եմ, եթե Սուջյանի հորքուրը չի։ Հələ մի հատ ասա։ Ինչ շահ կարա ունենա, եթե ոչ այդ ուժի կողմից քարոզչական նպատակ մենակ դա կարա ունենա։ Օրինակ չեմ Նիկոլ Փաշինյանին մոտենալու կարող է այնտեղ ճանապարհ, այ կծածանեղ առևտրականները մոտեցել էին, էլ չգիտեմ, Բանջարեղեն ծախողը մոտենում է, գրավաճառը մոտենում։ Հալամաշխը դա չէ, արպեցողն է մոտենում Փաշինյանին, էլի օքեյ է, ուրեմն պետք է ապան Սուջյանի հորքուրը էր, որ մոտենար, թե չէ բան չէր ունենա, անցածուկ չէր ունենա։ Օրինակ ասենք չեք մտածում, որ դա ինչ էր դա իրանց տալու, որովհետև 5 րոպե հետո կամ 10 րոպե մտածեի ինձ թվում է որ Սուջյանը դա ասել է։ Չէ, մոռացել են գերիների մասին, սրանով ասում են, տեսեք, հիշեցնում ենք մենք գերիներին հետ ենք բերել։ Ով ասում ենք մոռացել ենք, պետքա շնորհակալ են, անգամ գերիների հորաքույրներ, մորաքույրներ, չգիտեմ, գերդաստաններ մեզ շնորհակալ են։ Սրա մասին է խոսքը։ Այդ մենակ իրանք կարան ասեն ինչի համար էր դա, ինչ դա իրանց տվեց ընդհանրապես, բայց հաստատ այս ամոթն ու խայտարակ այս բացահայտումը իրանց օգտին չէր։ Եկեք ֆիքսենք, եկեք նաև անդրադառնանք ներքաղաքական գրազին։ Իդեպ դու պատրաստ ես գրազ կասես, քեզ ով կհաղթի այս ընտրություններում։ Այս ընտրություններում Ես կիսող։ Yeah. Չէ, ես եկեք գրազ գանք, որ այս մեր վիդեոն ավելի շատ է դիտվելու, քան առաջին հաղորդում։ Ես դրա վրա կարամ գրել։ Ես բանի իմ ֆորմատի հետ ոնց իմաստը, որ շատ դիտեն ու Այսինքն դու կարծում ես, որ շատ կդիտեն, ես պիտի ասեմ, որ շատ չեն դիտի եւ գրազ են կարող։ Բայց ինքը այդ կարծիքի չի, որ շատ համաձայն չէ ընտրությունների։ Օրինակ նախ ընտրում եմ։ Ընտրությունները ամենահետաքրքիրն են։ Ընտրությունների համար մենք ոչ սոցհարցում անող ենք, բայց մենք հասարակական տրամադրությունների լավ տեղյակ մարդիկ ենք։ Բայց եկեք Նարեկ Կարապետյանի գրազը նայենք, որ տենց Նարեկ Կարապետյանը ամբողջ YouTube-ը վրա մի հատ ասում է, որ
Կարապետյանը կարող է իր ձայնը տա, օրինակ Ռոբերտ Քոչյանին։ Լսել եք։ Ժորժ ջան, դա ապացույցն է, որ բան չեն կարողանում Կարապետյանի վրա գտնել։ Հիմա ես ձեր մոտ հայտարարում եմ։ Մեր ուժը ձայնը տալու է Սամվել Կարապետյանին, որպես Հայաստանի վարչապետ։ Ձեզ ասի, որ կասկածի ասեք Նարեկը գրազ է գալիս։ Ինչ գրազ ուզում են, թող ասեն։ Նարեկը գրազ եկավ, ուստեղ Ռուբինյանը ոնց որ քուանշ են ասում, ինչ են, չի ասում։ Ասում քուանշ, բարոն դատախազ։ Իսկ մի հատ միտքեր էր հնչել մի ժամանակ Փաշինյանից։ Անկախ ընտրությունների արդյունքներից ուզում է 100% քվե հավաքել։ Նայեք ինչ ա դնում զոհասեղանի ես մարդը։ Կյանքն է շփոթված։ Նայ ինչ ասում։ Գրազն գալիս 1 միլիարդ դոլարի։ Որ լսելս ինչ չափը, դրանից ավելի չպիտի։ Բայց 1 միլիարդ։ Չէ, 1 միլիարդը չէ։ Դոլար անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության 1 միլիարդ։ պետական բյուջեից։ Մենակ 1 միլիարդը չէ, նայ։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են թող գրեն, թող գրեն ինքնասպանեղի, ինքնասպան կլինեն։ Տեսեք, մարդը պատրաստ է նաև ինքնասպան լինի, ասում է թող գրեք ինքնասպան կլինի։ Ինչ է կարծում, քանի օքի գրնի ինքնասպանը։ Հիմա այս ինքնասպանի հետ կապված Էդգար Ղազարյանն է մի հատ լավ անդրադարձել։ Էդ էլ մի հատ sense կարճ դիտենք։ Նախ ինքնասպանության մարդուն դրթելը դա հանցագործություն է։ Եթե դու ինքնասպանության գործելու որոշում ունես, դա պետք է լինի քո գիտակցված որոշումը, ոնց որ ասենք ունեցել է Ադոլֆ Հիտլերը 1945 թվականի ապրիլին։ Հա, էլի, չեն գրել թղթի վրա, դե ասել անեն։ Չէ, այդտեղ ժամանակ ունեք մեկ կարճ օրինակ ինչ են անում, օրինակ Հանրությանը վախեցնում են Ռոբերտ Քոչարյանով, այսինքն մտածում են, որ բոլոր ուժերը պետք է Հա ուզում են կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ, ասեն բան, որ ում էլ դուք քվյարկեք, այսինքն մեկը զամբյուղի մեջ է մտնելու, էլ դա իրանց նպատակը, դրա համար բոլորով ասում են, որ մեկը ձեները գնալու են Ռոբերտ Քոչարյան։ Այս մարդիկ էլ իրանց բոլոր անդամներով արդեն մեր Գոհար Մելոյանը հաղորդման ժամանակ ասեց, Նարեկ Կարապետյանը մի քանի անգամ ասել, ինչ ձև ասել։ Իրանց ուժի իրանք այդ մասին Հիմա նաև դաշինքի ձևաչափով են հանդես գալիս, այդ դաշինքում չկա Ռոբերտ Քոչարյանը։ Չէ, իրանք ասում են վերջում, չեն ասում ընթացքում եւ այլն, երբ որ ընտրությունների արդյունքները լինեն, ամփոփվեն արդյունքները, ձայները դիտան Ռոբերտ Քոչարյանին, այսինքն մարդկանց ասած Բողջապտյան են բանձիկ կապեմ շանտանեն։ Այդ մանր-մունր հարցերին ես չեմ խառնում, դա ավելի կարևոր հարցեր կա, ասա։ Գիտեք, մի ուրիշ բան կա, երբ որ մարդը գիտի, որ իր խոսքը արժեքավոր չի, այն որ ասում է ինքը ոնց հավատա, որ դիմացինի ասածը արժեքավոր է։ Եթե ինքը անդադ օրու մեջ բաներ է փոխում իր ասածը, մեկ ասում ասա, մեկ ասում ասա, մեկ ասում ասա, ինքը հիմա Նարեկ Կարապետյանին չի հավատալու, որ Կարապետյանը ըստեյության ասում է, չէ, չենք անելու տենց բան։ Ինքը մտածում է իր նման, դե այսօր էս կասեն, վաղը այն կասի, էլի կտանի, վաղը կտա, այտենց բողջայով բանցիկով Ռոբերտ Քոչարյանին էլի ձայները։ Հա, բարձա։ Բայց ուղղակի չգիտեմ, քո հետ ինչ գրազգամ։ Ուզում եմ մի բան պոկացել քեզնից, ուզում եմ մի բան պոկացել, բայց ես նյութական չեմ պահանջելու, ասենք, օրինակ ես պահանջելու եմ գլուխդ սափրել եթերում օրինակի համար, կամ այդ չես համաձայնելու։ Մայկան թող հագնի։ Մայկին հագնի։ Դա չի ուզի հագնի։ Չնայած կհագնի։ Հա, բայց տենց այդ սադիստական բաներ մի հատ։ Չի սադիստական, եղել է նման բան, նման գրազներ եկել են։ Կարենը Գիլոյան հիշում եք, որ գլուխը սափրել էր, չեմ հիշում տենց ինչ որ սպորտային ինչ որ բանի հետ կապված, բայց գլուխը սափրել էր մի խոսքով։ Եղել է նման բան, բայց Ռուբեն Ռուբինյանի շուրջ մի հատ էլի ինտրիգա է։ Գործընկերոջս։ Ինչ գործընկեր։ Ռուբինյանը քո գործընկերն է։ Իհարկե։ Ոնց։ Մենք միասին աշխատել ենք։ Որտեղ։ Լրատվամիջոցներից մեկում։ Բայց չես պատմել մեզ։ Մեղադես Սիվիկում ես դու աշխատել։ Բնականաբար ոչ։ Բա որտեղ եք աշխատել։ Դա շատ կարևոր է։ Ասա։ Կրազ։ Ոչ, ես եւ Ռուբեն Ռուբինյանը միասին Արարատյուս լրատվական կայքում ենք աշխատել։ Ինչ էր։ Քանի ամիս, ինչքան ոնց։ Մոտ ես, եթե չեմ ցանում, տարի ու կես մոտավորապես գինել աշխատել է։ Տես, բանի հայկական ժամանակի հրատարակիչի ջրային կոմիտեի նախագահ Ռուբինյանը տենց եկել է այժմ փոխոսնակ։ Դրա համար են դրա համար քեզ տենց խնայողաբար մոտենում Յուրայինի նման, ճիշտ է։ Ես չէ, որպես ու քո հարցերի ժամանակ Փաշինյանը չի զայրանում այնպես, ինչպես զայրանում է մյուսների, քոնին էլ չի զայրանում։ Այո։ Հանեն Արտարեցյան ասեմ, որ ձեր հարցերին ի տարբերություն որոշ մեր գործընկերների հարցերին այդքան չի բորբոքշի դու կարող ունենա բայց ամեն դեպքում ես գիտեմ նաև ոնց Փաշինյանին ազատել, այսպես ասեմ, քո ներկայությունից ու քո հարցերից, ասեմ ոնց։ Ինչ։ Դու պետք է ամուսնանաս ականազերծողի հետ։
Ինչ ականազերծ։ Որ լեզվի տակի բոմբերը հանի։ Չէ, գոհ ախպեր։ Չգայթակղեց այդ տարբերակին։ Այդտեղ այդ Ռուբինյանի պահը ֆիքսեք սիրելի հետևորդներ, Ռուբինյանի հետ մի հատ դեպք եղավ։ Ինչ ասում էր Ռուբինյանը։ Չեմ ասած շարք։ Ո՞վ է շարք։ Դիարի մի ասա ինֆորմացիաներ հետ։ Այստեղ արդեն ակտիվ գրեք ճնշում ենք։ Հայլակին որովհետև պետք է ճնշեք։ Որովհետև գաղտնիքներ ապամ լեագրողներ իրանից գաղտնիքներ պիտի չունենան։ Եթե դու չգիտես ով որտեղ աշխատել լրատվական դաշտից, ես ինչ մեղավոր է։ Մենք գիտենք ով որտեղ, բայց չգիտենք որ դուք համատեղության կարգով եք իրար հետ աշխատել։ Դու ընդունում ես փաստորեն որ նա քեզ գործընկեր է։ Բայց նախքին դու այդ բառը չես, դու պիտի գոնե այդ բառը սիրես։ Սա Ռուբինյանը նախքին ժողովում ինչքան եք բամբասելու առիթներ ունեցել, կառավարությունը մի հատ չի ասել։ Դե ի պետք է ասի, դա իր ճայրից չի բխում, բայց դիտենք Ռուբինյանի վիդեոն։ Երբ որ ես պահանջում եմ հաշվետվականություն, մի ասեմ ազգային ժողով, ինչ դեղյակ, ես դեղյակ չունեմ։ Ինչ նշանակում, ո՞ր ասում, ո՞ր դեղյակ ունի մեր թիմի։ Արադ Միրզոյանը դեղյակ ունի, ո՞ր կա դեղյակը։ Առանձնատունը դեղյակ է։ Առանձնատունը դեղյակ է։ Դեղյակա? Խի առանձնատունը նայած առանձնատուն։ Եկեք մի հատ հասկանանք։ Նայած ինչ առանձնատուն։ Եկեք մի հատ Ռուբինյանին ցույց տանք, ինչ առանձնատների մասին էինք մենք խոսում, ու արդեն դիտողներին էլ པարզ կլինի։ Դղյակա թե դղյակոտ է։ Մեր տանը ինչ կա լվացքի մեքենա, սառնարան եւ ամեն ինչ մենք վարկով ենք առել։ Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը միջևի չենք վերջացրել։ Հիշեք։ Մի 4 տարի առաջ Արարատ Միրզոյանն էր ասում։ Առավել ծանր էր Արարատ Միրզոյանի դրությունը։ Պարոն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի հերոստացույց վերցնել։ Էլի զապարիկ չտվեցին, հարկադիրը կալանք։ Հիմա Արարատ Միրզոյանը հաշիվներից չի բողոքում։ Նա $280,000 շքեղ առանձնատուն է ձեռք բերել Երևանի եւ Կոտայքի մարզի սահմանագծին։ Ընդհանուր շինությունը հողամասով ավտոտնողով 1300 քառակուսի մետր։ Բացի Արարատ Միրզոյանն ընդդիմադիր падգամավոր էր, հեղափոխությունից առաջ ներկայացրած իր հայտարարագրով ուներ ընդամենը $297,000 դրամ։ Արմեն Սիմոնյանը ջրվեժի այս շքեղ առանձնատունը գնել է 2020-ին $140,000-ով։ Հիշեցնենք, Արմեն Սիմոնյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր այդ ողջ տարվա համար 560,000 դրամի եկամուտ աշխատավարձից։ Բայց հիմա դուք մոռանում եք, որ այս բարձր աշխատավարձ է ստանում, պարգևավճար է ստանում։ Դարձավ միջև պատերազմի հատվածում է իդեպ էս տեսանյութը, այստեղ էլ նախկին աներձակն է Հրաչյա Հակոբյանը մեծ ասում 50 քառակուսի, նայեք, ասում 50 քառակուսյանից տունը։ Նայեք, էլի Ռուբինյանն ասում ինչ առանձնատուն բան 50 նկարեցինք 50 քառակուսյանից տեսնում եք։ Հրաչյա Հակոբյանի նկարագրած 50 քառակուսի մետրանոց տունն է Ձորախբյուրում։ Ձեռք է բերել 2020-ին։ 2021-ին ձեռք է բերել եւս մեկ ամառանոց։ Ռուբեն Ռուբինյանը Ավանի կանաչ թաղ կոչվող էլիտար թաղամասում ձեռք է բերել բնակարան $116,000-ով։ Կանաչ, դա այն թվերին էր։ Երեխեք, 116-ը քիչ է, ճիշտ եք ասում, բայց այդ շուտ, չէ, այն թվերի համար դա նորմալ էր ու դա նորմալ արժեք է։ Քո երկրի նվազագույն աշխատավարձը է։ Ես իմ տունը գնել եմ 20 միլիոն դրամով 2017-ին ոնց որ պայմանագիր ընկել եմ, տենց 17 թվականներին այդ գինը նորմալ էր, բայց սոցիալական ծրագրով եմ ես իմ տունը գրել։ Այսինքն սոցիալական երկրում 70 գնել եմ 20 միլիոն դրամով, որի 14 միլիոնը հիպոթեք եմ վերցրել, մնացածը կանխավճար եմ վճարել։ Ու ես հələ մի 9 տարի էլ 10 տարի էլ ունեմ փակվելու է 14-ով ես։ Հա, էլի ասենք չէ 2030 թիվը ոնց որ հələ պետք է փակեմ այդ, մենցա որ մենք տենց ենք վերցնում։ Արարատ Միրզոյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսում էր, որ պարիսպներ պիտի չլինեն տան մոտ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելով, չեք հիշում այդ կառավարության նիստը։ Մարդիկ պիտի փոքր տներում ապրեն, որ դուրս գան, ուզենան այդ տնից դուրս գան, շփվեն, սոցիալիզացվեն, Եվրոպայում մարդիկ բանալի բառ մաշի։ Հա, ճիշտ է, իրանք իս աստվածներ են, թե աստվածներ։ Ոչ ասում մենք էլ։ Դեմ քեզ։ Դիք ասեց ես, չի ասել մարդիկ։ Ասեց մարդիկ, չէ։ Հա։ Ինքը Օլիմպոսում է, կատի ունես։ Ուրեմն այս շաբաթվա էլի շատ քննարկված թեմաներից մեկը Արթուր Ավանեսյանի լեգենդար հետախույզ Կանդազի հետ կապված ինչ։ Ինչ եղավ, Արփի։
Հասա Աննա Հակոբյանի։ Բա այդ ենք ասում, Աննա Հակոբյանը եկավ օգնության Նիկոլ Փաշինյանին եւ տեսեք թե ինչ գրառում է արել Աննա Հակոբյանը։ Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությունը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման եւ իհարկե տպավորված կլիներ։ Դժվար թե մոռանա, ինքը բոլորինում տեսնում է, տենց հիշում է, էլի, մեղվում է ուղակի հիշողության մեջ։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացիացության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են իրար։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար լուրջ ունի այս մարդը։ Այսինքն կանդազի մասին հետախույզ մի հատ ուշքի է, ասում ուշքի է։ Հետախույզը ասած, մի հատ մուշկի է։ Մի հատ տեսեք ով ինչի մաս, ասում եթե լիներ, ասենք բունկերում Կանդազը պիտի գնացած ներ բունկերն։ Հետախույզ կանդազը նստած ներ բունկերում, ասել հա, պատերազմի պահից դժվար։ Ինքը չի եղել պատերազմ։ Իդեպ պատերազմի բոլոր մասնակիցներին հատ Աննա Հակոբյանը հիշում է գիտի 11000 դասալիկներ ինքը դեմքերով, սենց անուններով, բաներով բոլորին գիտե, բայց նա արեց նաև Ալիևի հայտարարությունից հետո Ալիևի թիվը ասած, այդ 11000-ը առաջին անգամ հրապարակել է Ալիևը։ Գործընկերներ։ Եվ Ֆայլաբազարի հաճախորդներ Ֆայլաբազարի աբրանքներ իրականում լրագրողների դեմ արշավանքները շարունակվում են եւ քիչ միջադեպեր էլի չեղան այս շաբաթվա ընթացքում մեր քնար Մանուկյանի հետ կապված Կոնջորյանը մի հատ բան տեսանյութ հրապարակեց, որը էլի լայնորեն քննարկվում, բայց հենց այսօրվա թարմ մի հատ հատված վերցնենք Փաշինյանի 5 շաբթի օրվա դուք կդիտեք Կիրակի սպանիր, Կիրակի, բայց մենք շաբթի մարդիկ պիտի հաղորդումը սկզբից է նայում, կես չնայեք որ ջոգեք ինչ ենք ասում։ Ինչ վերաբերում է օրինակ ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք 1000 ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Մեր մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն Եվ շնորհակալ եմ մեր գործընկերներին, բայց ինչ էր հարցնում անում, ինչա պատասխանում։ Ձեր նպատակն է։ Ասում եմ մենք էլ մեր նկատմամբ էլ իրավունքները խախտվում։ Այդ ոնց է մեզ խփում են հələ դատական գործման չեն գտնում այդ խփողի, բայց ձեզ հələ չկպած, հələ ձեռը մեկներա չի խփում։ Ու ձեռքդ էլ խոստովանան մի բա, ասում հա ես էլ եմ պարկել։ Ուանից է ճիշտ ասում, ասում հա դուք էլ եք պարկել։ Ես ասում եմ ես այդ մասին հայտարարում էի, որ առավոտ օրինակույթի պետք է փողոց փակենք, փակենք։ Հիմա դուրս կտալու։ Լրեք հենց հիմա, ացի լրեք հենց հիմա, լրեք հենց հիմա, լրեք հենց հիմա։ Բայց հարգելի պարոն վարչապետ, խոսելու իրավունքը մեր սահմանադրական իրավունքն է, 42-րդ հոդվածի ամենասիրելի լրագրողների կողմից եք որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Ոնց է ջղայնացել։ Ես հարբած Իդեպ անին Facebook-յան իր էջում հրապարակել էր մի քանի աջակիցների վիդեոներ։ Հա, այդ հարբած աջակիցների, որ ասում է այս հարբած աջակից չունի։ Դե իր աջակիցները ասում է հարբած աջակից չունի, էլի լավ։ Իր աջակիցները բոլորը sense գեր բարձր մակարդակի աշխատակիցները ձեր ես գիտեի, ես պարկում էի եւ հայտարարում էի, որ պարկում եմ, դուք էլ բարի եղեք, համարձակություն ունեցեք, ասեք, որ պարկում եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Ասենք հարց է տալիս լրագրողը ճեպազրույցին ու արձագանքը լինում է, որ բանը տեսել եմ, ասում եմ Մասիսում, ասում եմ ես Մասիսում չեմ եղել։ Բերեք այդ տեսանյութը հրապարակեք, մարդ ասում է ես Մասիսում չեմ եղել, ասում է ես գիտեմ, տեսել եմ, որ դու Մասիսում պարկել ես կամ դուք անին դուք էլ եք աշխատել դեպքի վայրերում, տեսել եք պարկած նման բան տեսել եք։ Ինչ է ասում, ոտի տակ ընկած։ Անին Մայրաթորի տարածքում ես եղել եմ անի հետ միասին այդ նույն հատվածում, որտեղ իդեպ հավաքված էին, գիտեք, երկու հատված երբաժանված, մենք հայտնվել էինք այն հատվածում, որտեղ իշխանության ներկայացուցիչներն էին, իրենց սատարող մարդիկ էին եւ իսկապես անին շատ ճիշտ էր ասում, որ այնտեղ կային ալկոհոլ օգտագործած մարդիկ, ովքեր հայոյում էին, ինչպես անին ասեց, գերեզմանների վրայով էին քայլում եւ այլն, բայց ես ամեն դեպքում չեմ տեսել մեր գործընկերոջը, որտեղ գնահատներ, պարկեր, աշխատողները դիտակ դե բնականաբար իր աշխատանքն է անում, քայլում են, բնականաբար պիտի հետը քայլի, որ խոսի
մարդու հետ, չգիտեմ, այդտեղ հրմշտոցա, ուզենք թե չուզենք այդ հրմշտոցի մեջ ենք, ասենք ի՞նչ նշանակում պարկել։ Հետո արձագանքի բանը, որակը Միացյալ Նահանգների նախագահներից մեկը, ես ուղղակի լավ չեմ հիշում, դա Քենեդին էր թե Լինքոլնն է, մեկի խոսքն է, ասում է ամենադժվար բանը որպես քաղաքական գործիչ ինձ համար պոզիկ են կռվարար տղայից լուրջ հավասարակշռված չբռնկվող մարդ դառնալն է։ Հիմա ես ուզում եմ որպես լրագրող Փաշինյանի այս պահվածքը ես կարամ հասկանամ, բայց որպես վարչապետ կներեք, հատկապես կին լրագրողին հետ այս բանավեճը ես չեմ կարող հասկանալ։ Հա, ճիշտ ես ասում։ Բայց այստեղ մի հատ այդ որ ասես հունից դուրս է գալիս եմ որ չի կարողանում իրան պահի, ուզում ես Փաշինյանի իր ելույթով պատասխանել։ Վալերիան կա չկա, որ ասում։ Վալերիան կա։ Դելես պատրաստ է։ Չէ, պատրաստել է։ Վալերիան կա բերեք։ Ափսոս։ Հա, լրիվ տեղին է այդ բասը։ Հա, հիմնական շաբաթվա իրադարձությունները այսքանն է։ Եթե ինչ որ բան ենք բաց ենք թողել, ես ձեզ հորդորում եմ, խնդրում եմ, որ ակտիվ լինեք, մեկնաբանություններ բաժնում գրեք, որ իրադարձությանը դուք կուզենայիք անդրադառնալ կամ որ դեպքին մի հատ առաջարկություն անեմ, օրինակ եթե կուզենան մեզ դիտողները, օրինակ մեր այլ մի գործընկերոջ հրավիրենք, թող օրինակ գրեն, այն որ ասում է, ով ամենաշատ լայքը հավաքեց իրան էլ կանչի։ Հա, իրականում շատ են մեր գործընկերներից ցանկացողներ, առաջին մեր overdose-ից հետո ասել են շատ հավես է, ուզում են գալ, մասնակցել, մենք բոլորենք լրագրողների կյանք։ Չէ, լրագրողների կյանքը բոլորին հետաքրքիր է։ Ես շատ լայք հավաքեց։ Ինչ ասեցի ռիփսիմեին։ Չէ։ Գիտես ինչի ենք մենք հետաքրքիր։ Սա այն աշխատանքն է, որտես դու կարաս լինես դրա առաջի օրը բորտ մեկով նախագահական այց լուսաբանես, հաջորդ օրը այդպեսի նախադեպք եղել է, էլի, օրինակով եմ ասում, իջնես, հասնես աշխատավայր, մեկ էլ ասեն Մարտունիում երկգլխանիկով ա ծնվել։ Գնա գոմ։ Պարզա։ Դուք խնդրում եմ ակտիվ եղեք, մի խոսքով մեկնաբանություններում անկաշկան, կարա գրեք զզվում եք, ատում եք, մխկտում եք, մեր չգիտեմ, ինչ զգացողություններ ունեք overdose դիտելիս, ինչ քննադատություններ ունեք, ակտիվ քննարկենք, մենք էլ մարդ ենք, կարող է մի բան սխալ ենք անում, ուղղվենք, պատրաստ ենք, տեսեք ուղղվենք։ Ու գրեք նաև թե Փաշինյանի մենյուից ինչ կուզենաք ստեղ ավելացնել, sense կետարկետ գառանդմակ բան կարանք հաթած sense ավելացնենք։ Ինչ կարա լինի։ Հա, բան ասեց։ Հա, էսի պահքի շրջանը պերաշկիով է, էլի սահմանափակում այսօր, արդեն մյուս շաբաթ պահքը ավարտված կլինի եւ արդեն կուտենք խոզի չալաղաց եւ մնացած բաները, ինչը կառաջարկի վարչապետը։ Այսօր այսքանը, շնորհակալություն, որ դիտում եք, դուք նաև մեկնաբանություններում կգրեք նաև թե մեզանից ում եք ամենաշատը սիրում եւ ումից եք զզվում։ Տաշտը կդնենք։ Ստեսություն, հաջողություն։ Ես փայլակին ես ասիրելու։ Հա, փայլակ կե, մի հավ։ Սա հա, պոպկորնը չարեցի։ Բայց մեկը ավելի տենց անկաշտանք, չէ՞։ Հա, շատ։ Some